Ողջույն փոքրիկներ։ Այսօր ես եւ Բեբուկը կկարդանք ձեզ համար հեքիաթ։ Իսկ որ հեքիաթը։ Հիմա միասին կիմանանք։ Հովանես Թումանյան, Ծիտը։ Հրաշալի ընտրություն է։ Լինում է չի լինում մի ծիտ։ Մի անգամ այս ծիտի ոտը փուշ է մտնում։ Դես է թրջում, դեն է թրջում, տեսնում է մի պարավ փետ է մանգալի, թոնիր վարի հաց թխի։ Ասում է. Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի թոնիրդ վարի։ Ես էլ գնամ քուջու ջանեմ, գլուխս պահեմ։ Պարավը փուշը հանում է, թոնիրը վարում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե փուշը ետ տուրից։ Պարավն ասում է. Փուշը թոնիրն եմ գցել։ Ծիտը կանգնում է, թե Իմ փուշը տուր, թե չէ դես թրջեմ, դեն թրջեմ, լոշի կտարնեմ, դուրս թրջեմ։ Պարավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է, թրջում։ Գնում է, տեսնում մի հովիվ անհաց կաթն է ուտում, ասում է. Հովիվ ախպեր, կատն ինչու ես անհաց ուտում։ Այ լոշը առ, կատնի մեջ բրդիկ էր։ Ես էլ գնամ քուջու ջանեմ, գլուխս պահեմ։ Գնում է, ետ գալի, թե լոշը ստուր։ Հովիվն ասում է. Գերա։ Չէ, իմ լոշը տուր, թե չէ դես թրջեմ, դեն թրջեմ, գառն ու կտկառնեմ, դուրս կթրջեմ։ Հովիվը ճարահատած մի գառն է տալի, առնում է թրջում, գնում է տեսնում, միտեղ հարսանիք են անում, մսացություն են, որ մորթեն, ասում է. Ինչ եք մոլորել, իմ գառն արեք, մորթեցեք, քեֆ արեք, ես էլ գնամ քուջու ջանեմ, գլուխս պահեմ։ Գնում է, ետ գալի, թե իմ գառը տվեք, ասում եմ, մորթել ենք, կերել, որտեղից տամ։ Չէ, իմ գառը տալիս եք տվեք, թե չէ դես թրջեմ, դեն թրջեմ, հարսին առնեմ, դուրս թրջեմ։ Ու հարսին առնում է, թրջում, գնում է, տեսնում, մի աշուղ մի ճամփով գնում է, ասում է. Աշուղ ախպեր, առես հարսին պահի քեզ մոտ, ես էլ գնամ քուջու ջանեմ, գլուխս պահեմ։ Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում, թե իմ հարսը ինձ տուր։ Աշուղն ասում է. Հարսը գնաց իրենց տուն։ Սա թե Չէ, իմ հարսը տուր, թե չէ դես թրջեմ, դեն թրջեմ, սազի կտարնեմ, դուրս թրջեմ։ Աշուղը սազը տալիս է իրեն։ Սազն առնում է, ուսը գցում, թրջում, միտեղ նստում է, սկսում է ածել ու երգել։ Ծնգլը մնգլը, փուշիկ տվի, լոշիկ արա, լոշիկ տվի, գառնիկ արա, գառնիկ տվի, հարսիկ արա, հարսիկ տվի, սազիկ արա, սազիկ արա, աշուղ դարա, ծնգլը մնգլը, ծիվ, ծիվ։ Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ու ջարդվեց։ Ծիտը թռավ, գնաց, հեքիաթն էլ վերջացավ։ Դե իսկ հիմա քնելու ժամանակն է։ Բարի գիշեր փոքրիկներ եւ անուշ երազներ։